Այդքանից հետո բա ճիշտը որտեղ է։ Ապեր, ինքը ասենք քեզ ուտելիք առնում է, չէ։ Խոմ սովված չի թողում։ Հա, բայց հեծանիվ չի առնում։ Մեկ-մեկ ծնողը կամենում է, բայց հնարավորություն չունի։ Իմ հերը էս գյուղի գյուղապետն է, ինքը հնարավորություն ունի, ուղղակի իր խոսքը չի պահում։ Ոնց, խոսքի լատավ է։ Դե բայց ֆսյոնա էլի։ Ինքը ասեց, որ դպրոցը այս տարի լավ գնահատականներով փակես, ես քեզ հեծանիվ կառնեմ։ Ես այդ սաղ տարի չարչարվեցի։ Հիմա էլ ասում է, որ էդի դու քո համար ես սովորել, հեծանիվը չկա։ Այսինքն, դու այսքան վաղ պախատ ես արել, որ այսօր հեծանիվի տերելն ես, ու պարզվում է քեզ գցել են, ճիշտ եմ հասկանում։ Արի ախպեր գնա հորդ հետ քո հարցերը լուծի, մենք тут при чем։ Ինչ որտեղ երեք ճիշտ է ասում։ Դու սովորել ես այդ գիտելիքը քոնն է։ Էդի չեն կարող քեզնից խլեն։ Բայց դե երետ էլ պիտի իր խոսքի տերը լինի։ Հա, ես էլ եմ էդ ասում։ Դե վсё, գնա ես հորդ հետ կխոսեմ։ Լուրջ, ըլենց կանես, որ իմ համար հեծանիվ առնի։ Արի ախպեր հորդ կրակն ես գցեմ մի հատ ուրախանում ես։ Չէ մունատ, մսի ուրիշ թեմա է։ Մենք չենք խառնվելու հերու տղա կոնֆլիկտի մեջ։ Մենք զուտ տենց ենք սաբրազի տանելու, որ այստեղ հեծանիվը լինի։ Այդքան բան։ Բայց Պապայի ավտորիտետը դրանից չի ընկնում, գիտես, չէ։ Հա, ես սաղ հասկացա։ Վсё, դե ուրեմն կարաս գնաս, ես կազմակերպեմ սաղ։ Գյուղապետն է եկե։ Չէ ախպերս, այսօր այդ օրը չի։ Գնա ասա մեր ախպերս իր սրտաբանական հարցերի մեջ է։ Չի գար։ Ուզում ես ասեն ճշտի օֆիսը ճիշտը վերականգնելու համար փագա։ Չէ, պոնչ։ Ախպերս գնա ասա թողա տոշնիա։ Բարև ձեզ, տղեկ։ Նստի։ Ինձ ասեցին մեծ ախպեր է սպասում, ճիշտն ասած չհասկացա ում մեծ ախպերը։ Գյուղապետը դու ես։ Հա, ես եմ։ Արգելի գյուղապետ։ Уважаемый։ Խի խոսքերի դեր չես լնում։ Ես չեմ հասկանում ձեզ։ Տղուտ հեծանիվ էր խոստովե, չէ։ Արի ոնց սպրավիդլիվիա տենց անենք։ Այդ հեծանիվը դու գնա արդի երեխու տակ, որ վաղը մյուս օր ինքը քեզից վատ օրինակ չվերցնի։ Դե ոնց ասեմ, ինքը միշտ տանում է իր ուզածը, մի անգամ էլ թող տեսնի, որ կյանքում կարող է մի բան ուզի չունենա։ Այդ դաստիարակչական հարցերը թող։ Մարդուն բան ես խոստացել, չէ։ Ինքը իր փայը կատարել է, չէ։ Մի քոերտնա ոնց որ ասում են։ Տղեկ ջան, ստելերիվ ուրիշ հարց է։ Վերջին բացատրություն եմ տալի։ Այսօր որ դու պրոպուսկ կատարիր, դե այդ կմտածի օքեյ է ինչ-որ մեկին խոստում տալ ու չկատարելը։ Ու հետո վաղը մյուս օր որ մեծացավ, ճշտի դեմ թշնամի է դուրս գալու։